Ուստի բոլորիս էլ ձերբակալի տանի նստածնի։ Ինչ է դրանով բան անելու։ Նոյեմբերի 9-ի առավոտյան սկսվեց ամեն ինչ այդ դրանից։ Անձնական նամակով իրեն գրեցի, որ դու պետքա հեռանաս։ Նույնիսկ Պեկից դուրս գալը իմ համար շրջադարձային չէր։ Նիկոլ Փաշինյանի ասածները պետք չի սրտին մոտիկ ընդունել։ Թիվ 1 շրջադարձ իմ կարիերայում եղել է 2000 թվականը, երբ որ ես պետական համակարգից դուրս եկա։ Եթե ես իմ աթոռը պետք է զիջեի, ապա միմիայն մարդու իրավունքների պաշտպանին կարող էի զիջել։ Նախահաշիվը դա մտադրություն է։ Մենք կարող ենք 900 միլիոնի տեղը գրեինք, ասենք 1.9 միլիարդ։ Ես այդպես էլ չհասկացա, թե դու ինչու դուրս եկար։ Զանգահարեցի եւ շնորհակալություն հայտնեցի արդեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր այդպիսի նվիրված աշխատանքի համար։ Երբ որ ամբողջ ժողովրդի հույսը ու հայացքը դեպի պարոն Թատրյանն էր։ Դատի ենք տալու բոլորին, այս ամեն ինչին ով մասնակից է։ Մայրս իր թոշակից 1 միլիոն դրամ փոխանցել է մեր հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն։ Բարի օր Արմլույլ լրատվականի հարգելի հետևորդներ։ Այսօր ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում մենք զրուցելու ենք Միասնության թևեր կուսակցության համակարգող խորհրդի անդամ, падգամավորի տեխնացու Դավիթ Անանյանի հետ։ Ողջույն, պարոն Անանյան։ Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք մեր հարցերին պատասխանել։ Կլինեն սուր հարցեր, պարոն Անանյան, կխնդրեմ անկեղծ պատասխանել մեր հարցերին։ Պարոն Անանյան, հենց սկզբից գանք, դուք հանրային ճանաչում ստացաք, երբ որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին նշանակվեցիք պետական եկամուտների նախագահ, սկսեցիք աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախ սկսենք ոնց եղավ ճանաչումը Փաշինյանի հետ եւ ոնց համաձայնվեցիք նշանակվել պետական եկամուտների նախագահ, ինչ հարաբերություններ եք ունեցել։ Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթացել եմ 13 թվականի վերջերում կամ 14-ի սկզբներին, երբ որ իրենք քաղաքացիական պայմանագիր այդպիսի նախաձեռնություն սկսեցին։ Այդ նախաձեռնության շրջանակներում մենք մի քանի անգամ հանդիպել ենք։ Ժամանակներն այնպիսին էին, որ մենք կնային մարդիկ, ովքեր որ մտահոգված էին ներքաղաքական իրավիճակի զարգացումների եւ նաեւ լավ որակյալ ընդդիմադիր դաշտ ունենալու հետ կապված իրենց ծառայություններն էին ուզում մատուցեն խորհուրդներ տալով եւ այդ շրջանակներում իրենց որոշակի խորհուրդներ եմ տվել ժամանակին, թե ինչպես է պետք օրինակ հարկային, մաքսային օրենսդրության, իրավակարգավորների առումով, ինչպես է պետք իրավական դաշտը կազմակերպել, ինչպիսի փոփոխություններ եւ այլ եւ այլ։ Մինչեւ այն պահ, որ իրենք դարձան քաղաքական կուսակցություն, բնականաբար այդ պահից սկսած ես դադարեցրեցի իրենց այդ իմ այդպես ասած խորհրդատուի դերում հանդես գալով իմ համագործակցությունը, որովհետեւ նախորդ այդպիսի արդեն բան պայմանավորվել էինք, որ այն պահից, երբ որ հանրային կամ հասարակական շարժումը, հասարակական քաղաքացիական շարժումը կդառնա կուսակցություն, ես կդադարեցնեմ իր հետ համագործակցությունը, որտեղ ոչ մի անգամ չեմ պատկերացրել, որ կուսակցական ինչ-որ մի պետք է պատկանելություն ունենամ, կուսակցության, որևէ կուսակցության անդամ պետք է լինեմ, եւ դա ինձ հաջողությամբ հաջողվել է մինչեւ այս վերջերս։ Եվ բնականաբար դրանից հետո ես 2016 թվականի հոկտեմբերին առաջարկ ստացա իմ ընկերոջից, ֆինանսների նախարարից Վարդանի Ծառամյան, տեղափոխվել ֆինանսների նախարարության, ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնեցի եւ քանի որ այդ ոլորտում ունեի բավականին երկարատև աշխատանք ու ծրագրեր, որոնք որ ոլորտի առումով շատ կարեւոր էին, ես համաձայնվեցի եւ 16 թվականի հոկտեմբերից ես արդեն կառավարությունում ունեի որոշակի դերակատարում, համակարգում էի հարկային մաքսային եկամուտների քաղաքականությունը եւ հաշվարկական հաշվարկման եւ աուդիտի ոլորտների քաղաքականությունը ֆինանսների նախարարությունում։ Այդ շրջանակներում եւս եղել են որոշակի շփումներ, նաեւ արդեն որպես փոխնախարար եւ ազգային ժողովի падգամավոր այդ փոխհարաբերություններում եղել են շփումներ եւ երբ որ 18 թվականի քաղաքական ռեֆորմացիան տեղի ունեցավ, իշխանապողություն տեղի ունեցավ,
անմիջապես ինձ առաջարկ եկավ գլխավորել հարկային պետական եկամուտների կոմիտեն։ Այսինքն կար նախնական որոշակի ճանաչելիություն, մենք ծանոթ էինք եւ այդ շրջանակում ձեռք էինք բերել բավականին գործընկերային փոխհարաբերություններ։ Մենք մտերիմներ չենք եղել բնականաբար, բայց եղել ենք նորմալ փոխհարաբերություններ, շփումներ ունեցել ենք։ Դրանք համանախապակված են եղել այդ հասարակական քաղաքացիական այդ շարժման շրջանակներում մեր հանդիպումներով։ Եվ բնականաբար ես ստանձնեցի այդ պաշտոնը, որովհետև ես պետական եկամուտների կոմիտեում արդեն իսկ աշխատանքի փորձ ունեցել էի եւ այդ ոլորտում նշանակման պահին 18 թվականին ես արդեն ունեի մոտորապես եթե չեմ սխալվում 26 թե 27 տարվա աշխատանքային փորձ այդ ոլորտում 92 թվականից սկսած 92 թվական, ես 92 թվականի դեկտեմբերից մինչև 2000 թվականը մոտավորապես 7 տարի, մի քիչ մի փոքր ավել, եղել եմ պետական եկամուտների կոմիտեի համակարգում, հարկային պետական տեսչության համակարգում, պետական եկամուտների նախարարության համակարգում տարբեր ժամանակներ տարբեր է կոչվել եւ հարկային պետական տեսուչից մինչև հարկերի հաշվառման բաժնի պետ մինչև 2000 թվականին, երբ որ դուրս եկա, ես զբաղեցնում էի խորհրդային տարածքային հարկային տեսչության հարկերի հաշվառման բաժնի պետի պաշտոնը։ Տեղափոխվեցի արդեն խորհրդատվական դաշտ, այսինքն ոչ պետական դաշտ, գնացի KPMG Armenia ընկերություն խորհրդատվական, դա մեծ 4-նյակն էր, ժամանակ մեծ 5-նյակ, հետո դառա մեծ 4-նյակ, եւ 16 տարի ես աշխատեցի մասնավոր հատվածում խորհրդատվական դաշտում եւ 16 տարի հետո էլի վերադարձա պետական համակարգ փոխնախարար, հետո պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Փաշինյանի վստահությունը դրա հետ էր կապված, այսինքն որ նշանակից բեկ նախագահ։ Այսինքն ունեինք նախնական շփումներ, այդ շփումների արդյունքում կար որոշակի փոխհարաբերություն, կարծում նաեւ որոշակի վստահության բաներ կար եւ նաեւ հաշվի առնելով իմ անցած ճանապարհը։ Այո, դա եղել է զուտ մասնագիտական, զուտ պրոֆեսիոնալի նշանակում։ Իսկ աշխատանքը իր հետ ինչպես կգնահատեք, պարոն Մանոնյան, երկար ժամանակ աշխատել եք։ 2 տարի, 2018 թվականի մայիսի 18-ից մինչև 2020 թվականի հունիսի 6-ը, մի փոքր ավել 2 տարուց։ Այսպես գնահատեմ, աշխատանքը եղել է, իմ կարգավիճակը եղել է բավականին լավ, այսինքն ունեցել եմ հնարավորություն իրականացնելու այն, ինչ որ հարմար եմ գտել համակարգի համար եւ պետության համար, եւ այդ տարիները համընկել են նաեւ քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի հետ, այսինքն ես որպես պետական ֆունկցիոներ, որպես պետական համակարգը պատկերացնող, ես հասկանում էի, որ սա այն ժամանակներն են, որտեղ որ դու կարող ես հեղափոխական եւ ռեֆորմեր իրականացնել եւ հանրային բարձր վարկանիշի պայմաններում ժողովուրդը հանդուրժողական է ավելի տրամադրված ցանկացած բաների, ռեֆորմների։ Եւ ես չեմ ասի, որ ինձ խանգարել են, չեն թողել, բավական բնավ, ես ունեցել եմ մեծ հնարավորություններ իրագործելու իմ գործառույթները եւ կարծում եմ ընդհանուր առմամբ ես ինքս գոհ եմ իմ աշխատանքից, իմ առավելություններով եւ նաեւ բաստողումներով հանդերձ։ Ձեր կարիերայում շրջադարձային փուլը որ հատվածն եք համարում, պարոն Մանոնյան, կա ինչ որ շրջադարձային ժամանակահատված։ Շրջադարձերը եղել են մի քանիսը։ Թիվ 1 շրջադարձ իմ կարիերայում եղել է 2000 թվականը, երբ որ ես պետական համակարգից դուրս եկա, որովհետեւ հոկտեմբերի 27-ից հետո ես դուրս եկա պետական համակարգից, այսինքն 99 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ես վերցրեցի արձակուրդ, մոտորապես իմ կուտակված արձակուրդը եւ որոշում էի մնամ պետական համակարգում թե չէ։ Ինչու՞, ինչն է ձեզ ստիպում, ինչն է։ Հոկտեմբերի 27-ը, թեվաթափ վիճակը եւ պետական համակարգում, գիտեք, այն կարճ ժամանակ, երբ որ մենք աշխատել էինք Վազգեն Սարգսյանի կառավարության շրջանակներում, երբ որ դու տեսնում ես այդ ուղղաձիգ կառավարումը եւ քեզ զգում ես պետական համակարգի շատ կարեւոր մի բաղկացուցիչ, մի պտուտակ, որը իր շատ կարևոր գործառույթն իրականացնում է, այդ գործառույթից կախված է շատ բան պետության համար։ Ու երբ որ փլվում է պետության այդ ամրանը, կարելի ասել, դու տեսնում ես, որ անելիքների առումով պետք է վերադասավորումներ անես եւ առաջնահերթություններ այդ բան անես։ Հիասթափություն, հա, պետական։ Այո, պետական, դա մի հատ, եթե հիշում եք, դուք մի քիչ ավելի երիտասարդ եք կարող չհիշեք, բայց այդտեղ մեծ ապաթիա կար եւ համաժողովրդական եւ բնականաբար պետական համակարգում։
Եվ ես դրանից հետո եմ դուրս եկել, այ դա էր շրջադարձայինը։ Երբ որ դու ինքդ ուղնուցուցով պետական կառավարման համակարգը սիրում ես ու զինվորագրվել ես այդ համակարգին երիտասարդ ժամանակ ծառայել ես 7 տարի ու տեսնում ես, որ այդտեղ անելիք ունես, մեկ էլ տեսնում ես, որ արդեն ոնց որ թե առաջնահերթությունների առումով պետական համակարգը չի ձգում։ Այ դա էր շրջադարձային։ Եվ երկրորդ շրջադարձայինը դա ավելի դրական շրջադարձային էր, երբ որ ես 16 տարի մասնավոր հատվածում գործունեություն իրականացնելուց հետո խորհրդատվական դաշտում մնալով իմ մասնագիտության մեջ հարկային, իրավաբանական, մաքսային, հաշվական հաշվառման, աուդիտի այդ ոլորտներում, այդ թվում հանրային հատվածի հաշվական հաշվառման ռեֆորմներ ենք մենք իրականացրել այդ ժամանակահատվածում պետության համար, ես հասցրել եմ տեխնացուական թեզ եմ պաշտպանել, դարձել եմ տնտեսագիտության տեխնացու, ես համաշխարհային բանկի ավագ խորհրդատու եմ եղել տարբեր պրոյեկտներում իմ մասնագիտության մեջ։ Ու դրանից հետո երբ որ այդ հավաքում ես այդ ամբողջ փորձդ եւ տեսնում ես պետության համար էլի անելիք կա ոնց որ եւ երբ որ հնարավորություն են ընձեռում, դու գնում ես նորից վերադառնում ես պետական համակարգ։ Դա 16 թվականն էր, դա երկրորդ շրջադարձն էր։ 18 թվականի ՊԵԿ-ի նախագահ նշանակվել դա բացարձակ որևէ շրջադարձ չէր, դա տրամաբանական այդպիսի բան կար, որովհետև փոխնախարարից գնում ես ՊԵԿ նախագահ, քո ոլորտն է, քաղաքականությունից գնում ես վարչարարություն։ Միտեղ, որ քեզ հաջողությամբ դու իրականացրել ես մի 7 տարի, դրանից ասենք մի 20 տարի առաջ կամ 18 տարի առաջ։ Հետևաբար դա շրջադարձային չէր։ Նույնիսկ ՊԵԿ-ից դուրս գալը իմ համար շրջադարձային չէր։ Մասնագիտական առումով այդ շրջադարձային այդպիսի ինչ-որ բաներ չեմ ունեցել։ Հաջորդ հարցս դա այդ եկամուտների կոմիտեից դուրս գալը դա անձնական որոշում էր, թե անհամաձայնություն համակարգում տիրող իրավիճակի հետ։ Չէ, բացարձակ։ Նայեք։ Ինչ է ձեզ ստիպեց լքել ձեր երկարամյա աշխատանքը։ Ես դուրս եմ եկել անձնական որոշմամբ, պահի հրամայականով, դա իմ անձնական որոշումն էր։ Եվ վարչապետը զարմացած մնաց երկար ժամանակ, նույնիսկ դրանից հետո մենք հանդիպել ենք, զրուցել ենք, ինքը ինձ ասեց, ես այդպես էլ չհասկացա, թե դու ինչու դուրս եկար։ Սա իր արտահայտությունն է։ Բայց եղել է մի մասնավոր դեպքի հետ կապված, կոնկրետ մի շատ կարևոր վարչության պետի ես հրաժարվեցի կատարել իր ցուցումը, չհանեցի աշխատանքից։ Վարչապետը ասեց, գնաս կհանես այդ մարդուն։ Ասի չեմ կարող, որովհետև մարդը 20 տարի ծառայել է հայրենիքին եւ մաքսային ծառայության գնդապետ է։ Բայց ինչի համար պետք է հանել։ Սոցիալական հեռավորություն չպահպանելու համար։ Այդ կոവിഡ്ի ժամանակներն էր, էլի, 1.5 մետրը չէին պահել, ինքը դրա համար ուզում էր պատժեր այդ անձին, անձ, որ փոխարինում էր թափ ժամանակավորպես թափուր պաշտոնը փոխարինում էր, միջև որ կլիներ նշանակում, ու այդ միջև նշանակումը ինքը այդտեղ ոնց որ փոխարինում էր գործողերը այդտեղ հրանք չկատարելու պատճառով, հա, կարելի է ասել։ Չէ, ոչ թե հրանք, ասես կգնաս կհանես։ Ես ասի չէ, այդ նույն հրանք ինքը տվեց օրինակ այն ժամանակա ոստիկանապետին, ասես կգնաս քո այն մռոյի պետին կհանես։ Ինքը կատարեց։ Ես չկատարեցի։ Հաջորդ օրը առավոտյան կառավարության նիստ էր, կառավարության նիստից առաջ զանգարեց, ասես կատարել ես, ասի ոչ։ Բա ինչու ասի որոշեցի, որ ես դիմում տամ դուրս գամ, որ եթե ինչ որ մեկին ուզում եք պատժեք, համարեք ինձ եք պատժել։ Ու դիմումս ուղարկեցի ուղարկի։ Սա է եղել, ինքը եղել է շատ մի կոնկրետ դեպքի վերաբերյալ անհամաձայնություն, բայց դա իմ համար շատ կարևոր էր։ Ես չէի կարող թույլ տալ, որ մաքսային ծառայությունում բավականին երկար աշխատած եւ մաքսային հսկողության վարչության կայացման այդ կոնկրետ դերակատարում ունեցող անձը, իսկ մաքսային հսկողության վարչությունը դա մաքսային գործի մեթոդաբանությունն է, այսինքն մեթոդաբանը, որը որ ըստ էության ոչ թե առաջնագծում է եղել մաքսային գործի, այլ մաքսային գործի կազմակերպման մեթոդաբանական այդ ամեն ինչն է իրագործել, ես չէի թողի, որ այդ կադրը դուրս գար։ Սա է եղել։ Դրանից հետո մենք հանդիպել ենք, չենք ունեցել անձնական որևէ տենց բան։ Համբերության բաժակը լցվել, դա կարելի էր համարել, որ ինչ որ բաներ են եղել ժամանակին ընթացքում, բայց Փաշինյանը չի կատարվել։ Չէ, մենք մինչև վերջը ունեցել ենք իրար հետ գործընկերային փոխհարաբերություններ։ Ես ունեցել եմ, ելի եմ ասում, մինչև վերջի օրը ես ունեցել եմ իմ հարաբերականորեն ինքնուրույնությունը այնքանով, որքանով որ ես որպես պաշտոնյա այդ ինքնուրույնությունը վայելել եմ։ Բացառությամբ 1-2 պաշտոնների նշանակման, որ
վարչապետի եւ այդ իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներ ուզում էին տարբեր պաշտոններում ունենային իրենց աչքերն ու ականջները, 1-2 այդպիսի նշանակումից բացի մնացած նշանակումները իմ անձնական նշանակումներն են եղել, մեր անձնական նշանակումներն են եղել թիմի, այն թիմի, որի հետ աշխատել են, որին որ վստահել են։ Ու մենք շատ կարևոր գործ ենք արել 2 տարիների ընթացքում մեր թիմով։ Պարոն Անանյան, ինչու այս ժամանակահատվածում որոշեցիք ներգրավել քաղաքականության մեջ, ինչն է ձեզ ստիպել, կա ինչ-որ մի կետ, որ ասում եք այս կետից ցած ես որոշեցի։ Եկեք ես տրամաբանական շղթան դեպքերի ձեզ նկարագրեմ, ամեն ինչ շատ հասկանալի է ու թափանցիկ բնականաբար նաև։ Ես մինչև նոյեմբեր 2020 թվականի նոյեմբերի 8-ը խնդիր չեմ ունեցել վարչապետի հետ, որևէ անձնական։ Նույնիսկ ես 20 թվականի սեպտեմբերի 27-ին իրեն անձնական բան եմ հաղորդագրություն եմ ուղարկել, որ այս ծանր պահին պատրաստ եմ որևէ տեղ, որտեղ որ պետք եմ, ես պատրաստ եմ։ Այսինքն եղել են այդ հարաբերությունները։ Էլի եմ ասում, իմ պաշտոնավարումը թողելուց հետո դրանից մի 2 ամիս հետո մենք նույնիսկ մի սեղանի շուրջ նստել ենք, մի ճաշկերույթի ենք մասնակցել, զրուցել ենք, ինքը այդ զրույցի ժամանակ ասել ես այդպես էլ չհասկացա ինչի դուրս եկար, երբ որ իրան բացատրեցի, ինքը ժպտաց, ինչ որ sense բաներ ա եղել։ Այդ ընթացքում ես իրեն որոշակի խորհուրդներ եմ, նամակագրություն կա, որ իրան այս կամ այն իրավիճակի վերաբերյալ իմ ռեկոմենդացիաները, իմ տեսակետներն եմ ուղարկել, որ որոշ մասը հաշվի առնվել, որոշ մասը հաշվի չի առնվել, բայց եղել է այդպիսի կոմունիկացիա։ Իսկ ես իր հետ չեմ ունեցել գաղափարական ինչ որ տենց դիզոնանսային բան։ Նոյեմբերի 9-ի առավոտյան սկսվեց ամեն ինչ այդ դրանից։ Երբ որ մենք բոլորը զարթնեցինք ու մեզ կերակրվող տեղեկատվությունից տրամագծորեն հակառակ բանը մատուցվեց մեզ։ Ես այդ ժամանակ անձնական նամակով իրեն գրեցի, որ դու պետքա հեռանաս, դու պետքա հրաժարական տաս։ Այդ դրանից հետո իմ բոլոր կապի միջոցները արգելափակվեցին, այսինքն ինքը իր հասանելիությունը, իրեն հասանելիությունը արդեն սահմանափակվեց։ Ես դրանից հետո սկսեցի արդեն այդ նույն խոսույթը արդեն հանրային դաշտում ասել, որ պարտության սիմվոլը պետքա հեռանա։ Պարտվողները պետք է հեռանան, որպեսզի հույս ծնվի, այսպես ասած, վերածննդի։ Իսկ իմ ամենամեծ հիասթափությունը եղավ 21 թվականի ընտրություններին հունիսի, երբ որ վերարտադրվեց ԿՊ-ն։ Ես այդտեղ հասկացա, որ արժեքային առումով մենք բավականին մեծ խնդիր ունենք ու տանուլ ենք տվել։ Այստեղ ոչ թե մասնավոր անձի հետ է կապված խնդիրը, այլ ընդհանուր պետության եւ ժողովրդի պատկերացումների մասին է խոսքը, պետականության, պետության, ազգային արժեքների վերաբերյալ։ Ես հասկացա, որ այդտեղ ավելի մեծ անելիք ունեմ։ Եվ այդտեղ արդեն դրանից սկսած ես սկսեցի արդեն իմ հանրային ակտիվությունը մեծացնել ու հորդորները մյուս։ Ինչպես եք ծանոթացել Արման Թաթոյանի հետ, որովհետև ոլորտային տարբեր եք, պարոն Թաթոյանը լրիվ ուրիշ ոլորտում է աշխատել, դուք լրիվ ուրիշ։ Ինչպես է եղել։ Պարոն Թաթոյանի հետ ծանոթացել ենք 2018 թվականի առաջի կառավարության նիստի ժամանակ, երբ որ ես առաջի անգամ գնացի, մարդու իրավունքների պաշտպանին էլ հրավիրեցին այնտեղ։ Եւ այդտեղ մի փոքրիկ մի հատ էպիզոդ կա, որ մարդու իրավունքների պաշտպանի տեղը նստելու տեղը այդտեղ որոշել էին պետական եկամուտների նախագահի տեղը մի հատ իջացրեցին, իրեն տրամադրեցին պետնախագահի աթոռը։ Ես եկա ինձ բնորոշ բանով անմիջականությամբ ծանոթացա պարոն Թաթոյանի հետ ու ասացի, որ եթե ես իմ աթոռը պետք է զիջեի, ապա միայն մարդու իրավունքների պաշտպանին կարող է զիջել, այդտեղ տենց տերմիկ այդպիսի մի բան զրույց ստացվեց ու ստացվեց այդտեղ համագործակցություն։ Մենք իրար հետ արդեն համագործակցել ենք որպես ես պետական եկամուտների կոմիտեի նախագահի իմ գործառույթների, պարոն Թաթոյանը ՄԻՊ-ի իր գործառույթների շրջանակներում, երբ որ այս կամ այն իրավունքի խախտման հետ կապված մենք քննարկումներ ենք ունեցել ՊԵԿ-ի գործառույթների հետ կապված, արագ ա եղել մեր թե արձագանքը, թե մեր համատեղ աշխատանքը, ուտեղ շատ այսպես վստահելի բաներ էր սկսվել։ Դրանից հետո մենք 2020 թվականին, երբ որ COVID-ն էր ու կար Պարետ եւ Պարետատուն, մենք երկուսը այդ Պարետատան անդամ էինք
Եվ ոնց որ թե երկուսս էլ մենք երկուսով էինք ավելի շատ անկախ, քան մնացածը։ Եվ այդտեղ հետո պարոն Թաթյանը մեր մասնավոր զրույցներից մեկում ասում է ես հաճելիորեն զարմացա, որ այն ինչ որ ես ունեմ ի պաշտոն է, անկախությունը ես պետքա բոլորին իրանց բացատրեմ թե ով ինչա, տեսա որ կա նաև այլ պետական պաշտոնյա, որ այդպիսի անկախություն ցուցադրելու ոչ մենակ կարողություն ունի, այլ նաև ինքն է այդպիսին, էլի։ Դա դարավ որոշակի իրար մենք զգացինք որ գաղափարակից ենք, բայց իմ վերաբերմունքը պարոն Թաթյանի նկատմամբ եղավ պատերազմից հետո, երբ որ պետական ամբողջ համակարգը կարելի ասել ամեն մեկը մի բունկեր գտած թաքնված էր, արտաքին գերատեսչությունը իր ֆունկցիան չէր անում, պետության ղեկավարը չգիտեմ որ քանի փակի տակ էր մտած, անդնդախոր ես իմ հորերում նստած են Մսրամելիքի նման ամեն ինչ քաշած իր վրա, որպեսզի կտրված լինի ամբողջ աշխարհից, կար մի մարդ, որը իր գործառույթների հետ մեկտեղ նաև իրականացնում էր ըստ էության պետական գործառույթ։ Դա պարոն Թաթյանն էր։ Ես արդեն դուրս եի եկել պետական ծառայությունից այդ ժամանակ իր պաշտոնավարման ոնց որ վերջի տարին էր, 21 թվականի սկիզբն էր։ Ես համհարային ուղերձով իմ սատարումը հայտնեցի պարոն Թաթյանին եւ նաև զանգահարեցի եւ շնորհակալություն հայտնեցի արդեն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իր այդպիսի նվիրված աշխատանքի համար, երբ որ ամբողջ ժողովրդի հույսը ու հայացքը դեպի պարոն Թաթյանն էր։ Այդ ժամանակ ստեղծվեց մեր մտերմությունը։ Մենք հանդիպեցինք, սուրճ խմեցինք իրար հետ, քննարկեցինք բան, եւ դրանից հետո արդեն 23 թվականին ենք հանդիպել իր պաշտոնավարումից դադարից 1 տարի հետո մենք հանդիպեցինք եւ որոշեցինք իրար հետ նախաձեռնել քաղաքական մի շարժում, որը նաև անպայմանորեն պետք է բերի իշխանափոխության։ Մյուս ուժերի հետ չստացվեց պարոն Անանյան, որտեղ Հայաքվեի հետ որոշում կար միավորվել, միասին գնալ ընտրություններին, բայց բաժանում եղավ, նույնիսկ ձեզ մեղադրեցին, որ կարծես թե դուք թույլ չեք տալիս մերձանալ մյուս ուժերի հետ, որքանով են այս տեղեկությունները իրական ու ինչու բաժանվեցիք։ Չեմ տեսել, որ մեզ ինչ որ մեկը մեղադրել է, կարող է մասնավոր ինչ որ մի անձ իր գնահատականներում մեղադրի մեզ, մեղադրի Հայաքվեին։ Մենք այո բանակցություններ վարեցինք եւ նաեւ համագործակցության հուշագիր ստորագրեցինք, բայց տեսեք քաղաքական գործընթացները հենց դրա մասին են։ Մենք ունենք չէ մեր պատմության մեջ, որ դաշինքով պարլամենտ մտած ուժերը, մեկ էլ ասենք պարլամենտի գործունեության 1-2 ամսվա ընթացքում միանգամից են բաժանվել։ Այսինքն քաղաքական գործընթացը կարա այդպես լինի։ Մենք օրինակ թե Հայաքվեն, թե Միասնության թևերը այդքան խոհեմություն ունեցան, որ տեսան, որ որոշակի գաղափարական ընդհանուր առմամբ ազգային գաղափարախոսության մեջ լինելով հանդերձ ունեն գաղափարական որոշակի տարբերություններ։ Եվ դրանք մենք համարեցինք, որ ավելի լավ է ամեն ուժ իր առանձին ճանապարհով գնա։ Եվ մենք ուրախ ենք, որ իրենք նաև անմասն չեն մնացել քաղաքական պայքարից եւ կարծես թե այլ քաղաքական դաշինքում ունեն որոշակի դերակատարություն։ Իրանք են գնահատում եւ մենք չենք ասի, որ չստացվեց, մենք ոչ մեկին ոչ կմեղադրենք եւ ակնկալում ենք, որ ոչ էլ մեզ որևէ մեկը ինչ որ մեղադրելու հիմքեր ունի, քաղաքական գործընթաց է։ Ուղղակի մարդիկ զրուցում են, խոսում են, պայմանավորվածություններ են ձեռք բերում կամ պայմանավորվածությունները մեզ հաջողվեց ավելի պակաս կորուստներով գնալ առաջ։ Գաղափարական տարաձայնություններ կարելի ասել։ Կարելի է այդպես ձևակերպել, այո, բայց դրանք խիստ գաղափարական տարաձայնություններ չէին, էլի։ Պարոն այս ժամանակահատվածում տեսնում ենք, որ իշխանությունը իր ողջ ուժերը կենտրոնացրել է մի քանի քաղաքական ուժերի վրա, անընդհատ մեղադրում են մեկին լրտեսության մեջ, մեկին կաշառքի մեջ, նաև այս վերջին ժամանակահատվածում պարոն Թաթյանի եւ ձեր հետ կապված հրապարակումներ եղան, մեղադրում են, որ Ռուսաստանից գումարներ եք բերել, նույնիսկ Դանիել Իոնիսյանը վերջին իր գրառման մեջ նշում էր, եթե իրավապահները լավ աշխատեն, ապա կգնային Անանյանի հետևից, կարգրավեին իր տեխնիկան, կհասկանային այդ գումարները որտեղից է եկել, խոսվում էր 922 միլիոն դրամ գումարի մասին։ Ինչ է կատարվում ձեր շուրջ ու արդյոք սա զարգացումներ կունենա հետևելով այս վերջին իրադարձություններին։ Զարգացումներ հաստատ կունենա, որովհետև մենք որոշել ենք բոլորին պատասխանատվության ենթարկենք եւ դատի ենք տալու բոլորին, այս ամեն ինչին ով մասնակից է եւ հետեւականորեն գնալու ենք մինչեւ վերջ։ Որտեղից են գալիս այս ինֆորմացիաները։ Ինֆորմացիաները գալիս են ռուսական տարբեր ալիքներից, բայց դրանց սկզբնաղբյուրները որ ուսումնասիրես կտեսնես, որ դրանք այնքան էլ ռուսական չեն
եւ ոչ մենակ այնքան էլ ռուսական չեն, այլ կոնկրետ այսօրվա ԿՊԱ-կանների մերձավորներին հարող այդպիսի բաներ են։ Ու համենայն դեպս մենք ունենք այդպիսի կանխավարկած եւ այդ կանխավարկածը մենք զարգացնելու ենք եւ հանրությանը ցույց ենք տալու, թե որտեղից են այդ ականջները, ում ականջներն են երևում այս ամեն ինչի հետևում։ Մենք պետք է ասենք, որ չունենք որևէ առողջություն, որևէ ռուսական, որևէ ինչ որ զիսի, բան այդպես բաներ են գրում, ես ոչ մեկին ոչ ճանաչում եմ, ոչ տեսել եմ, ոչ քննարկել եմ, ոչ ռուսերեն լեզվով ինչ որ բաներ եմ գրել։ Ես հանրային պատասխանեցի, որ բնականաբար ես որպես ֆինանսիստ, ես եմ այո նախահաշիվներ կազմում այս կամ այն process-ի ու դա նորմալ է։ Քաղաքական գործընթաց է սկսում, դու պետք է ունենաս քո ծախսերի նախահաշիվը ինչքան կլինի տարբեր սցենարների պարագայում։ Սցենարները կարող են լինել, ասենք, օրինակ, երբ որ դու դաշինքային ես գնում ես առանձին, կուսակցությունների հետ, տարբեր ձևով, ագրեսիվ ես վարում քո քարոզությունը, պակաս ագրեսիվ ես, այսինքն տարբեր սցենարների պարագայում դու դնում ես տարբեր նախահաշիվներ ես կազմում։ Բայց նախահաշիվը դա գիտեք ինչ է, դա մտադրություն է, դա լավագույն ցանկություն է։ Այ մենք բոլորս մտքում ամեն երեկո քնելուց մենք ըստ էության նախահաշիվ ենք կազմում։ Գիտեք որ դա։ Այ եթե ես այսքան փող ունենայի, երեխայի համար սա կառնեի, ծնողիս համար սա կանեի, բնականon կառնեի, սա հենց այն նախահաշիվն է, որ դու ամեն անգամ մտքումդ պատտում ես։ Այդպիսի նախահաշիվներ մենք կազմել ենք։ Հիմա ռուսական ընկերություններն են։ Ես չգիտեմ ինքը ինչ է ասում, ու չգիտեմ որտեղից է, ու կարծում եմ որ ինքը այդ հնարավորությունը կունենա իրավապահ մարմիններին բացատրություն տալու, թե որտեղից այդ ինֆորմացիան իրեն։ Եվ մի շատ կարևոր բան, նախահաշիվը դեռևս ծախս չի։ Նախահաշիվը դա փոխանցում չի, նախահաշիվը դա դրամական միջոցների շարժ չի, նախահաշիվը դա մտադրություն է։ Մենք կարող ենք 900 միլիոնի տեղը գրեինք, ասենք 1.9 միլիարդ։ Ու ասենք լավ կլներ որ մենք ունենայինք, ասենք 5 միլիոն դոլար, գիտեք ինչ լավ քարոզարշավ իրականացնեինք։ Դա էլ է մտադրություն։ Բայց դու քարոզարշավը իրականացնում ես այնքան ռեսուրսներով, ինչքան որ հասանելի է։ Մենք չենք ունեցել նման ռեսուրսներ։ Մենք չենք ծախսել նման ռեսուրսներ։ Մենք ունենք, այո, ես իմ սեփական ռեսուրսներն եմ ներդրել, պարոն Թաթոյանը իր ռեսուրսները, իմ եղբայրն է ներդրել, մայրս իր թոշակից 1 միլիոն դրամ փոխանցել է մեր հասարակական կազմակերպությանը որպես նվիրատվություն, առանց իմ տեղեկատվության։ Հասկանում եք, մենք ունենք բարեկամներ, մենք ունենք ընկերներ, մենք ունենք հարազատ մարդիկ, որոնք սրտանց մեզ աջակցում են, եւ այդ բոլորի ցանկը մենք կարող ենք հրապարակել։ Մենք որևէ խնդիր չունենք։ Պետք չի փնտրել սև կատու, չէ՞, ինչպես ասում են, այնտեղ մանավանդ մութ սենյակում, չէ՞։ Հիմա այդ մարդու գործն դա զրպարտել։ Ունես այդ տեղեկատվությունը, որ ապօրինի ֆինանսավորում ա եղել, այդ տեղեկատվությունը պետք է ունենա ապացուցողական որևէ ինչ որ մի հատ բան, թուղթ, բանկային փոխանցում, ինչ որ մեկի խոստովանություն։ Հիմա որ նայում ես, չէ, թող գնան նայեն ֆակտորի մեկ էլ ազատության ռադիոկայանի վերլուծությունները։ Բոլոր տեղերը ասում են մենք չգիտենք ով է ֆինանսավորում, բայց սա նախահաշիվ է։ Հետո հիմա ես չգիտեմ այդ ես իմ ով ռուսերեն ինչ որ մի հատ ֆորմատի վրա ինչ որ ռուսերեն ռուսական ռուբլիներ ա գրել, ես չգիտեմ ով է այդ անձը, ինչի վրա է գրել։ Ես կազմել եմ նախահաշիվներ մեզ համար, բնականաբար հայոց լեզվով, բնականաբար, որտեղ դրա տիրապետողն ու բանը օգտագործողը մենք ենք, մեր ընկերներն են, մեր շրջապատն են։ Մենք ոչ մեկից որևէ ֆինանսավորում չենք ստացել դրսից։ Մեր ստեղ թափանցիկ է բոլորը, ամբողջը։ Հետևաբար դրանք հերյուրանքներ են, մենք դրանց հետևից հետողականորեն գնալու ենք ու բոլորին դատի ենք տալու։ Ու սա պետք է մեկընդմիշտ բոլորը իմանան, որ անպատիժ չի մնալու ցանկացած մարդ, որ այսպիսի հերյուրանքներով զբաղված։ Թող գնան տեսնեն այդ դոսենովա, թող գնան տեսնեն այդ Telegram-յան կանալների հետևում ովքեր են, ու կտեսնեն, թե օրինակ կարող է հանկարծ գտնեն նաև ադրբեջանական հետ։ Ինչ իմանաս։ Չէ, կարող այդպես բան լինի։ Ու մեկ էլ տեսնենք, որ ասենք այսօրվա ԿՊԱ-ական շրջանակներին հարող լինեն դրանք։ Թող գնան ուսումնասիրեն։ Այսինքն չեն էլ պատկերացնում, որ ֆինանսավորում գալը եւ նախահաշիվ կազմելը դրանք տարբեր բաներ են։ Դա էլ չեն հասկանում, էլի։ Դե մի ամեն ինչ էլ կարող են անել։
Հիմա Սամվել Կարապետյանի հետ կապված կարող են որոշումներ կայացնել, կարող են որ լրտեսությամբ է զբաղվել։ Դե մի Նիկոլ Փաշինյանի ասածները պետք չի սրտին մոտիկ ընդունել, որովհետև ինքը ամեն ինչ կարող է ասել։ Ու ցավոք սրտի իր ամեն մի ասածին կարող է հետևի ինչ որ գործողություններ։ Բայց մենք դրա համար ենք հենց ոտքի կանգնել, որ հերացնենք իրեն իր իշխանությունով հանդերձ, որպեսզի ինքը այս ամենաթողության մեկ կետից անձնիշխանությունը ըստ էության եւ իշխանական լծակների խստագույնս չարաշահման այս մթնոլորտը մենք պետքա վերացնենք, մենք պետքա վերադարձնենք առնվազն այն ինչ որ ունեինք եւ դրա վրա կառուցենք նոր համակարգ, իրավական պետությունը նկարագրող իրական համակարգ, ոչ թե այն ինչ որ մենք այսօր ունենք։ Իրավապահ համակարգում ունենք լավ մարդիկ, լավ պրոֆեսիոնալներ ունենք, բայց իրավական համակարգն ընդհանուր առմամբ ծառայում է մեկ իշխանության, այս մեկ մարդու իշխանական նկարտումներին եւ նա անձնական ցանկություններին ցավոք սրտի, այո, բայց մենք այդ ամեն ինչը պետք է արմատախիլ անենք, այո, իսկ դրա համար ինչա պետք, հեռացնելա պետք։ Ինչ ուզի կանի, ինչ ուզի կասի, կա ընդհանրեն բոլորիս էլ ձերբակալի տանի նստածնի, ինչա դրանով բան անելու, հասկանում եք։ Դա ամենայն նվազագույնն է, որ ինքը կարող է ասենք բան անի, իր մտքով անցնի։ Դա ինչ ուզի կանի։ Հիմա հա, Սամվել Կարապետյանին կարող է մեղադրի լրտեսության մեջ։ Մեզ կարող է մեղադրի, ասենք, ապօրինի ծագում ունեցող ինչ-որ փողերի բան անելու մեջ։ Հիմա ասենք, ասում եք, կարող է գան արգրավեն, ասենք Դանիել։ Պետք չի արգրավել։ Թող զանգեն այսին բոլոր համակարգիչները կտանեմ, թող նայեն։ Փառք Աստծո ասենք, եթե նույնիսկ ինչ-որ ֆայլ էլ ջնջած լինեմ, ցանկացած փորձաքննությամբ կարելի է ջնջած ֆայլերը վերականգնել։ Ես ինչու եմ դա ասում։ Ասում եմ, որ մենք թաքցնելու ոչինչ չունենք, մեր մոտ ամեն ինչ թափանցիկ է։ Բացարձակ թաքցնելու բան չկա։ Պարոն Անանյան, եթե ամփոփելու լինենք, ինչ սպասել հունիսի 7-ին, ինչ խորհրդարան ենք ունենալու եւ արդյոք միասնության թևերը վստահ է, որ հունիսի 7-ին իշխանափոխություն լինելու է Հայաստանում։ Մենք վստահ ենք, որ իշխանափոխություն է լինելու, բայց այդ վստահությունը մենք ուզում ենք ամրապնդվի մեր ժողովրդի մասնակցությամբ։ Մենք միակ խնդիրը եւ միակ մեծ խնդրանքը մեր ժողովրդին, որ գնան ընտրությունների։ Ամենամեծ խնդրանքը դա է։ Գնացեք ընտրեք, սիրելի հայրենակիցներ, գնացեք ձեր ընտրությունը կատարեք։ Եթե դուք ուզում եք փոփոխություն լինի երկրում եւ այս երկիրը չկործանվի, ապա գնացեք ընտրեք իրական հակաիշխանական ուժերին, ում ուզում եք ընտրեք։ Բայց լավ կլինի, որ նաև ընտրեք այն քաղաքական ուժին, որը որ պետության կառավարումը պատկերացնում է ներսից եւ գիտի ինչպես պետք է իրականացնի այն գործընթացներն ու այն ռեֆորմները, որովհետեւ մենք այս բաց թողնված մեր հնարավորությունները համ վերականգնենք, համ նաև ապագայի հետ կապված տեսլականներ ներկայացնենք ու դրանք իրագործենք։ Իսկն պետությունը ներսից հասկացող, դրսում պատշաճ մեզ ներկայացնող, միջազգային հանրությանը պատշաճ ձևով ներկայացող եւ արտաքին քաղաքականության սպեկտրը ճիշտ կառուցող եւ ներկայացնող իշխանությունն է պետք եւ այդպիսի լիդեր անես պետք։ Շնորհակալ եմ, պարոն Անանյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես ունեմ բլիթ հարցեր, որ կխնդրեմ ավելի արագ արձագանքել։ Ձեր կարծիքով բիզնեսը ավելի շատ սիրում է պետությանը, թե փախչում է նրանից։ Այս պահին իշխանությանը, ոչ թե պետությանը։ Եթե ՊԿ TikTok ունենար, ինչ հեշթեգ կդնեիք՝ վճարեք կամ սիրեք։ Վճարեք։ Հարկային համակարգը երբևէ ձեզ բլոկ արել է։ Ոչ։ Եթե քաղաքականությունը հարկվեր, տոկոսը քանիսը կլիներ։ -5։ Ավելի հեշտ է մարդկանց համոզել հարկ վճարել, թե քվեարկել ձեր օգտին։ Հարկ վճարել։ Ձեր կարծիքով մարդիկ ավելի շատ վախենում են ՊԿ-ից, թե ընտրություններից։ ՊԿ-ից։ Ավելի շատ դժվար է ղեկավարել հարկային համակարգը, թե Facebook-յան մեկնաբանությունները։ Դժվար ՊԿ։ ՊԿ-ում ամենասարսափելի բառը ո՞րն էր՝ ստուգում, թե ներել։ Ստուգում։ Թիվ, թե գաղափար։ Գաղափարային թիվ։ Հարկային վերահսկողություն, թե տնտեսական ազատություն։ Տնտեսական ազատություն չափի մեջ։ ՊԿ ղեկավար, թե քաղաքական գործիչ։ Պրոֆեսիոնալ։ Վստահություն կառուցվում է, թե վաստակում եք։ Վաստակում։ Քաղաքականությունը ծառայություն է, թե պայքար։ Ծառայություն։ Նոր ուժ ստեղծել, թե հինը բարեփոխել։ Նոր ուժ ստեղծել եւ բարեփոխել ամեն ինչ։ Պարտությունը դաս, թե ձախողում։ Դաս։ Հայաստանը հնարավորություն, թե խնդիր։ Հնարավորություն։ Հանգիստ, թե աշխատանք։ Աշխատանք, միայն աշխատանք։
Շնորհակալ եմ, պարոն Անանյան, հետաքրքիր զրույցի համար։ Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռևս կհանդիպենք։